Սիրելի Աստծո ժողովուրդ, բարի լույս բոլորիդ, Աստված թող օրհնի մեր բոլորիս առավոտը։ Ուրեմն մենք նախ կուզենայինք շատ խորը շնորհակալություն հայտնեինք բոլորից հետ։ Մի կրասնադարենք աշտեն մոտ երրորդ օրն է։ Երեք եկեղեցի են Քաջախե, ստեղի Պիֆանիա եկեղեցին, որտեղ որ ես ինքան ինձի հարազատ կզգամ։ Իրականում, երբ որ փառաբանություն կենի շատ հզոր ձևով աղոթք Տիրոջ ներկայությունը կզգամ։ Ու փառք Աստծուն այն բոլոր եկեղեցիների համար, որոնք որ կգործեն Տիրոջ սուրբ ու զոր ներկայության ներքո։ Իրականում այնքան անփորձանք տեղ հասանք, փառք Աստծուն ու հետաքրքիրնի գերեր որ մեր աղբերնոր եկավ մեզի բերեց տեղ հասցրեց, երկրորդ օրը ավտոն յուղը լրիվ բացվավ, լցվավ պոլին ու ավտոն չէր քշվի, բայց Աստված մեզի բերեց, հասցրեց տեղ անարգելք, անփորձանք ու փառք Աստծուն ամեն ինչի համար։ Ուղղակի մեզի կմնա որ իրականում երախտապար եղնենք, շնորհակալ եղնենք։ Հետո երեխեք ջան, Աստված երեխեքի հետ կապված է սրտիս դրե, հիմի իմ մեջս կա շատ ուժեղ ցանկություն աշխատանք տանելու, որ երեխեքի հետ աշխատանք տանիմ, Կարինային է մեր ըրիմաքրոջ թորին, երևի հետս բերեմ Հայաստան, կա այդպես միտք, ուղղակի կսպասենք, որ Տերը հաստատություն տա ու նաև բոլոր հնարավորությունները ճամփեքը բացե եւ նյութապես մեզի օգնե, որ կնանանք երեխին բերենք։ Արսենի հետ կապված էլ խոսք ունիմ, որովհետև ես հիմի նաև շատ աշխատանք տանեմ մեր երեխեքի հետ։ Ու շատ շուտով պիտի բացվի նաև մանկական խումբ, որ երեխեքի հետ լուրջ աշխատանք տարվին։ Ուղղակի շատ անգամներ եմ սկսեմ, նորից սկսեմ, որ աղոթենք այդ խմբի համար եւս որ բացվի մանկական խումբը, որովհետև մեր երեխեքը օրեցօր ավելի ու ավելի կփճանան հեռախոսների մեջ մտնելով։ Իրականում երեք մի հատ երեխա կար հավաքվել էինք, այդ երեխան անկախ իրանից կցնծվեր ու ես միանգամից տեսա որ երեխան թևերով բռնված էր։ Պարզապես կսպասեմ, որ Տերը տանի աղոթենք մեր երեխեքի համար, շատ կուզենայի որ աղոթենք մեր երեխեքի համար։ Հավատացած եղեք, որ այսօր ընտանիքների ամենալուրջ խնդիրը դառել են մեր երեխեքը, որոնք որ լրիվ բացութողի են մատնված, որոնք որ արդեն ձեռու ոտի չեն կամ մեր բարերով սած ու ստիպված արդեն դու ինքդ բաց կթողնես կզգաս որ քո խոսքը ուժ չունի։ Հենց այդ պատճառով սիրելիներ, քանի որ Աստծո խոսքը ուժ ունի ու նաև մեր աղոթքները շատ հզոր ձևով երկինք կբարձրանան, եթե մենք կապրենք սուրբ ու մաքուր կյանքով, ուրեմն պիտի շատ աղոթենք մեր երեխեքի համար ու շատ թեմաներ կտեղադրեմ արդեն YouTube-ում երեխեքի դաստիարակության համար, որպեսզի մենք հասկանանք, թե ինչը կփոխի մեր երեխեքին։ Ես մի բան ասեմ, ուրեմն Եզրահ 7-րդ գլուխը կկաշտանք Իրգունված ծառայությանը 6-ից 10 պագաս բերեք լավ պատրաստվենք, որովհետև առավոտն եմ այս գլխի համար խոսքը ստացե, հիմի Տերս կառաջնորդի որ խոսամ ավելի շատ երեխեքի դաստիարակության հետ կապված։ Ուրեմն ես մի բան եմ հասկացա, երբ որ ես միշտ կաշտնացնեի իմ երեխեքիս ու իրանց կստիպեի, կպարտադրեի, այսպես եմ որ ավելի ճիշտ է, որ ծառայություններին մասնակցեն, 6-ին ցենք ու դա երեխեք արեք աղոթենք, երեխեք արեք Աստծո խոսքը խոսանք, չեկաք վրեները ջուր կլցեմ, մի խոսքով պարտադրեի որ այդ երեխեքը ելնեն։ Ու արդյունքում գիտեք, ես կրնացա հաջողություն ունենա երեխեքին Աստծուց հեռացնելու հարցում։ Ինչն ու մարդուն շատ կպարտադրես, դու իրան կստիպես որ բանվի։ Պիտի ազատ թողնես, ինչի այս շատ երեխեք կեշտան սատանային, որովհետև մենք կպարտադրենք Աստծուն մոդենան ու ինքստինքյան երեխեն պիտի հակառակը ենե։ Իսկ որ ազատ կթողնես, արդեն Աստված ինքը կգործե։ Ու երբ որ ես կուզեի ցեն տա երեխեքիս որ Աստծո խոսք խոսայինք, աղոթք գնենք, Աստված ինձ կանգնեցրավ։ Ուսավ կթողնես ես իրանց արթնացնեմ։ Ուրեմն սիրելիներ, մեր առաջի խնդիրը ես ըզնից սկսած կսկսեմ, որ գիտենաք որպես չէ որ մենակ դուք ունիք այդ խնդիրը, այլ ես ինքս ունիմ ու բոլոր ծնողներս կուզենք որ լավ եղնի, բայց չենք մտածում որ
Մենք այնքան լավը չենք իշկանացված, մենք այնքան բարի չենք իշկանացված, մենք այնքան մեր երեխեքի լավը չենք ուզել, ինչքան Աստված, ու ամեն ինչ մեզնից ավելի լավ գիտե Աստված։ Այո, մենք մեր տեղը հասկանանք, երեխեները իր տեղը կհասկանա։ Շատ հաճախ մենք չենք հասկանա, որ մենք ինքներս կվնասենք մեր երեխեքին, որովհետև մենք ինքներս չենք հասկանա, որ մեզնից առաջ Աստված է, ու չենք թողնի, որ մեզնից առաջ Աստված շարժվի։ Նմանապես օրինակ ծառայենք մեր երեխեքին, որ երեխեքները մեզնից առաջ ընկնին։ Երբ որ մենք մեր տեղը գիտենանք, երեխեները գիտենանք իր տեղը, պիտի բաց թողնիս երեխին, թողնիս, որ Աստված իրան եկեղեցի տան, ճնշելով, ստիպելով երեխին կհեռացնես Աստծուց։ Կրնանք, այնպես պետք է ապրենք Աստվածահաճո կյանքով, որ երեխեն ուզենա մեզի նմանվի, տեսնելով մեր պտուղները, տեսնելով մեր վարքը, տեսնելով մեր սերը Աստծո նկատմամբ։ Ու ես վերջերս ես կտեսնեմ Աստված ինչի կտանի ավելի շատ ընձի, կսե քիչ խոսա, շատ քիչ խոսա, բայց ապրինպես որ մարդիկ ուզենան իմանան դու ինչ հավատքից ես, ապրինպես որ մարդիկ ուզենան քեզի նմանվին։ Երբեմն մենք մեր շատ խոսալով կրնանք դիմացինին հոգնեցնենք, բայց ճիշտ ապրելով, մենք կրնանք մարդուն կենտանի օրինակ հանդիսանանք։ Դուք հիշեք, չէ, երբ որ Աստված սավ ներողություն Հովհաննես Մկրտիչն որ բանդի մեջ էր, հարցրեց սավ դու նա ես թե մեկ ուրիշին սպասենք, Հիսուսը չսավ ես նայեմ, սավ գնացեք իմ գործերը սպատմեք։ Սիրելիներ, շատ կարևոր որ մենք եղնենք այն մարդիկ, որ մեր գործերը տեսնելով մարդիկ ապաշխարեն։ Հիսուսի հետևից մարդիկ կիշտային իր այրած գործերի շնորհիվ։ Որն է իր այրած գործը։ Առաջինը Հիսուսը գիտեր իր տեղը։ Հիսուսը 30 տարի լռեց, 3.5 տարի խոսած։ Մինչև չմկրտվավ, մինչև Սուրբ Հոգին չստացավ, մինչև Տիրոջից հրամանը չստացավ, ինքը չսկսեց քարոզել։ Առաջի բանն որ կար Հիսուսի մոտ, ընիկ էր որ ինքը իր գլխավորության սկզբունքը շատ ուժեղ կհարգեր։ Ինքը գիտեր որ իրանից առաջ հերն է։ Ինքը գիտեր որ առանց հոր թույլատրության ինչ որ բան դիչեն է։ Իսկ այսօր մենք սաղս Աստծուց առաջ ենք։ Ու հենց դրով կզարգվենք մենք բոլորս։ Երբ որ մենք սկսեցինք հասկանալ մեր գլխավորության սկզբունքը, երբ որ մենք սկսեցինք հասկանալ, որ մեզնից առաջ Աստված է, ամեն ինչ լավ կյանը մեր կյանքի մեջ։ Սպես մի հատ խոսք կա, չէ, շատ բան գիտես, քիչ խոսա։ Քիչ գիտես, հեչ մի խոսա։ Դիք շատ իմաստուն խոսք է։ Խոսալուն էլ ժամանակ կա, լռելուն էլ ժամանակ կա։ Մենք պետք է աշխատենք, սպասենք այնքան ժամանակ, մինչև Տերը խոսա։ Տեսեք, ես այսօր կուզեի Եզրահ 7-րդ գլուխը քննարկեի, բայց Տերը չտարավ խոսալու Եզրահ 7-րդ գլխի մասին, որովհետեւ մենք խոր ուսումնասիրենք, որ իր գունը քննարկենք Եզրահ 7-րդ գլուխը, այլ տարավ խոսալու մեր երեխեքի մասին, որովհետեւ ամեն որտեղ գնայս, մեր երեխեքը ունեն լուրջ խնդիրներ։ Ու գիտեք, դիք հիմքը ուր դիսկ հանդիսանա, ծնողի խնդիրներն են դոնք, երեխինը չեն։ Երեխեն հայլի է, կարտացոլ է հենց մեզի։ Ինչ չափով որ մենք կհնազանդվենք Աստծուն, արդյունքում է մեր երեխեքը կնան մեզի հնազանդվին։ Ուրեմն մի հատ ծնողական ժողով էր, երեխեքիս մեկից ծնողական ժողովին եմ գնացել, մտա ուշացած գնացի, մոռացել էի ժամը, շփոթել էի։ Գնացի, երեխեք ծնողական ժողով իշխոր չներ, բազար, կռիվ կեշտար, ծնողների ու մանկաբաժների միջև, կփողոքվեին երեխեքի վատ վարքից, մեր ծնողը երեխին կպաշտպաներ, մեր ծնողը դասատուի սխալը կսեր, մի խոսքով միամ քաոս էր, նստա ու սպես լուր կլսեմ սկզբից, նստել եմ լուր կլսեմ։ Հետո բխնդիրը ինչ կրնանք լուծենք, ես արդեն ջղայնացած եմ, սի կրնամ ես արմադս եմ խնդրի։ Ձեները չեն կտրելի,
Արդեն բարձր տոնով սեցի։ Սի մեր օպեմ սաղը տնձի լսեք, հա, արմադը կուզեք իմանաք, ես ձեզի սեմ։ Սի խնդիրը ծնողների մեջ է։ Մեր մեջ է խնդիրը։ Ծնողներին որ գնայս, ծնողներն ինչ են, որ երեխեքը ինչ եղնին։ Ինչի չընդունենք, որ մեր մեջ է խնդիրը։ Մանկավարժը կագնած, ծնողը բանեն է, կկրվի իր երեխին ճիշտ հանելու համար։ Դասատուները կսեն սպես դասարան մենք չենք ունեցել, առաջի անգամ կունենանք սպես դասարան։ Ու ամեն ծնողական ժողովին նույն խնդիրն է։ Ու գիտեք ամենավատը ոնոր, ծնողը երեխին կպաշտպանե։ Մեր ծնողը դառավ ինձ կրնակ ու մեջտե, բայց իմ մեջս չէ։ Հասկանաք կը, իհարկե իմ մեջս է, իսկ շատ վադորքու մեջը դել չէ։ Իրանելի են մարդ, ով իր սխալը գքի դակցի ու կուղ է, ես սխալ եղնելուց ինձի վատ չեմ զգա։ Դու երբ քու ուսուցչիդ կհարգես, քու երեխիդ 5 վերջը կսորվծնեք, որ քու երեխեդ էլ ուսուցչին հարգե, իրանք չեն մտածոր ուսուցչին չհարգողը ինչ կրնա իջա ծնողին հարգե, լիք արդեն իսկ քու դասիրակություն դուր երեխեն ինչ ուզեցավ իրա դասատուի հետ կխոսա, կսեն բես բաներ կխոսան, բես պատասխաններ կուտան։ Ու ես մի բան եմ հասկանամ, որ երեխեքի դասյարակության հետ կապված եթե կուզես ունենաս լավ երեխա, դու դասիրակվի ինքդ։ Հասկացի, որ դու ես սխալ։ Որովհետև դու ինքդ ես Աստծուց առաջ ընկած, դու ինքդ գլխավորության սկզբունքը չես հարգե, արդյունքում էլ քու երեխեքդ քեզ են նմանվե։ Դու քու ծնողիդ երբ կլսես, որ երեխեն է քեզի լսե։ Դու այն չափով կլսես Աստծուն, ինչ չափով որ քեզի ցեր կուտա։ Հանկարծ քու սահմաններդ Աստված կանցնի, դու միանգամից այդ աստվածաշնչյան օրենքը կսկսես փոխել ինչ որ դու կուզես։ Իսկ ով սա որ մենք կրնանք Աստծու օրենքները փոխենք։ Սիրելիներ, ժամանակն որ մեր ու Աստծու տարբերությունը շատ պարզ ու շատ լավ հասկանանք։ Աստված իր օրենքը չի փոխե, Աստված կրնա քեզի թողնի։ Դու ուզես թե չուզես, ստիպված ես, ուղղակի Աստծուն նմանվիս ու հնազանդվիս Աստծուն։ Աստված է քեզի ստեղծել, ոչ թե դու իրան։ Ու շատ հաճախ մարդիկ դիք չեն պատկերացնի։ Շատ հաճախ սպես արդյունք կունենանք։ Մարդիկ գիտեք ինչ կենեն։ Աղոտ կենելուց կթելադրեն, թե Աստված իրանց ինչ պետք է տա։ Մեծ մասամբ աղոթքներն որ կլսես, դու կտեսնես, թե իրանք ինչ կթելադրեն, թե Աստված իրանց ինչ պետք է տա։ Այդպես է մեր երեխեքը մեզի կթելադրեն, թե մենք ինչ պետք է անենք իրանց։ Իրանք չունին անելու մեզի համար հեչ բան։ Իրանք մենակ կթելադրեն, որ կսեն մամա կամ պապա, արդեն կսես ինչ կուզես։ Ինքը ինչ կուզես, որ քեզի առնեմ, ինչ կուզես, մենակ կսենք այդ հարցերով իրանք կդիմեն քեզի։ Իրանք չեն կարծնեն, սիգորենեմ ճիշտ կենի, նիկենեմ ճիշտ կենի եւ այլն։ Իրանք արդեն իրանց ճշտով կուկան։ Ու գիտեք ինչի է դիտպես, որովհետեւ դու եք ու ճշտով Աստծու մոտ կեշտաս։ Դու այնքան ճիշտ ես, որ Աստված քեզի ուղղելու հեչ բան չունի։ Սիրելիներ, սիկ հարցեր են, որ իրականում բոլորս շատ լուրջ պետք է մոտենանք։ Շատ լուրջ։ Մենք պետք է հասկանանք մի բանը, որ մեր ու Աստծու տեղը չպետք է շփոթենք։ Աղոթքի կանգնելուց աղոթենք ու խնդրենք, որ Տերը իր Սուրբ Հոգով առաջնորդե, որ աղոթենք։ Օրեղնի իրակամքի պես, սպասենք թող Տերը մեր մեջից աղոթե։ Դուք գիտեք բոլոր աղոթքները Աստված կլսե։ Չէ, ինչ որ դու քո սաղ երեխեդ ինչ սավ դու կլսես, չէ։ Դու գնայես 100 բարից կնա մեկին բանտաս, ընտասկ։ Զգաս որ սիկ ճիշտ ես, որ կարելի է հետևել։ Դպես է Աստված կնաս 100 բան խոսաս, 2 ժամ աղոթես։ Աստված մենակս է այն մոմենտը դուրս եկա, որ քսեր շատ շնորհակալ եմ քեզ այս ինչի համար։ Ետես էլ ես էլի իհարկե։ Որովհետև շնորհակալություն հայտնողները այսօր քիչ են, սաղ ուզվոր են։ Սիկ տուրնիկ տուր ու սկանտուր։ Բայց որ աղոթքով, աղաչանքով, գոհությունով մեկտեղ մեր խնդրանքը պետք է Աստծուն հաճելի անի։ Մենք պետք է նաև գոհություն հայտնենք, շնորհակալություն հայտնենք Տիրոջից։ Որովհետև Տերը բարի է, իր ողորմությունը հավիտյան է, իր սերը անսահման է։
Ինչևէ, շատ լուրջ է այս մոտեցումը երեխեքի հետ կապված ու ես կուզենայի կոչ ենեի բոլորին, հա, մեկ է այ հիշեցրես տերս ես խոսքը տասատուի, երբ որ ես պես սեցի, սավ դուք այդպես կմտածեք, դոր համար ձեր աղջիկա մեջ ես մեծ փոփոխություններ կտեսնեմ ու մեծ առաջընթաց։ Ու գիտեք, ես միշտ վկայել եմ մեզ մասին։ Իմ մեծ ասատուս երեխեքիս, իմ իժեք երեխիս դաս է տվել։ Քսե տարեշ դաս եմ տվել, այդպես մի անգամ, մեր երկու իժեք անգամ սել է, ծնողական ժողովի ժամանակ։ Աննան միակ ծնողն է, ով որ ոչ իրա սխալը կպաշտպանե, ոչ երեխի սխալը։ Քսեմ ինչ ես իրանց պաշտպանեմ, այսօր ես իրանց պաշտպանեցի, եկուց ես իրանցից պիտի պաշտպանվիմ։ Աչքերը լծել էր, պիտի քսելուց։ Ու մի անգամ չի սե, ինքը ծնողական ժողովի մեկ քանի անգամ։ Վերեք ծնողներ ջան, ու ընդունենք որ մեսիս, օրեր էլի շատ սխալներ ունեմ։ Վերեք ընդունենք որ մենք ծնողներս շատ սխալական ենք։ Ու մենք կարիք ունենք շատ լուրջ ձևով փոխվելու։ Եթե կուզես որ երեխեդ փոխվի, ես շատ հաճախ ինձնից կբերեմ օրինակ, հերու չեշտանք։ Շատ հաճախ, երբ որ ես ուզեցել եմ աղոթեմ իմ երեխեքիս համար, Աստվածել է դու պիտի փոխվես։ Եթե դու փոխվիս, քո երեխեդ կփոխվի։ Ու իմ երեխեքս իրոք փոխվան բավականին շատ, երբ որ ես սկսեցի փոխվել։ Երբ որ ես իրանց հետևից չընկա, երբ որ ես իրանց բաց թողեցի, երբ որ ես այցելությունների կեշտամ հմի տարբեր տեղեր, իմ երեխեքս մեծ մարդու պես ամեն մեկ իրանց պատասխանատվությունները կկատարեն։ Այ հմի իմ տանելիս եմ փոքրիս եմ վերցրել, հետս տերս կառուցեց որ իրանե հետս վերցնեմ։ Իմ մյուս մեծ երեխեքս իրանք մեծ մարդու պես ամենը իրանց պատասխանատվությունները գիտեն։ Այսինքն երբ որ Աստված կսե բաց թողնես, չէ, իշտամ երեխեքիս հետ ինչ կերնի, վայ, ինչ պդերնի քո երեխեքիդ հետ։ Եղնելու բանը կողքերն եղնիս կերնի, չեղնիս է կերնի։ Դու Աստծուց այնպես շատ ուժեղ նվիրված չես քո երեխեքիդ։ Աբրահամը իր որդուն թողեց Աստծու համար։ Ու գիտեք որտեղ թողեց, տունը չթողեց գնաց Ռուսաստան, զոհասեղանին թողեց, որ կար զոհեր Աստծու համար։ Բայց այսօր դու Աստծու համար չես կնա թողնիս, որ էշտաս ծառայես, բայ երեխեքիս բաց թողնեմ, հա։ Մենք մեզի չենք կրնա տերեղնենք, մեր երեխեքին պիտի տերեղնենք, եթե մեկ ճմ ճիշտ մոդենանք այդ հարցին։ Որս կրնանք մեզի մեր մեղքերից ու սխալներից ազատենք։ Մի հատ Աստված ձերքը քաշե մեր վրայից, ամենավերջինը կդառնանք, ամենավերջի վադը կդառնանք։ Այնպես որ քեզ էլ է պաշտպանող Աստված քո երեխեքի դեր։ Ու ես կեշտամ նույնիսկ որ պիտի մեր քուրն է կար մեր տուն, ռիմակուրը մի կողքս նստած է։ Զանգել են, իմացել են որ շուտ պիտի եշտանք, մեստեղ ես փոքր աղջիկաս զգուշացրել է, դբրոցն է եղել, թե մամային կուկան։ Անիկ դասից թույլտվություն է վերցրել, բազել է տուն, որ շուտ ընտները մակրոր մենք եշտանք, որ հանգարց տները թապած չնի, որովհետև գիտեն որ կճղայնանամ, որ թապած եղավ, ես մտատում թապած, պատմություն կդառնա։ Այ, բայց որ ես իրանց չթողնիմ, իրանք նաև չեն զգա թե ինչքան կարևոր որ ծնողը իրանց կողք եղնի։ Իսկ մեկ-մեկ է պիտի թողնիս որ քեզի կարոտնան, մեկ-մեկ է պիտի թողնիս որ քո անհրաժեշտությունը զգան։ Բես որ տեղեր կար, թողնելով կփռնես, թողնելով կունենաս ամեն ինչ։ Թողեք Աստված աշխատանք տանի։ Աստծու տեղը աշխատանք տանինք, մեր տեղը աշխատանք տանինք, չէ։ Այդօր համար էլ շատ կարևոր որ սորվինք մեր երեխեքին Աբրահամի նման թողնինք, հասկանալով մեր բան որ Աստված մերերներից է կրնա, մեր երեխեքին մեզի հարություն տա։ Բայց եթե դու Աստծունը չեղար, մեզ որ շատ վատ է, պատրաստվի որ դժողք է շտաս։ Ինչի է շտաս դժողք, երբ որ կրնաս փրկություն ունենաս, ազատագրում ունենաս ու բժշկություն ունենաս, կանա։ Երեխեք ջան, սկանը ինչ որ կուզենայի ես այս պահին սեի ցեզի բոլորիդ երեխեքի դաստիարակության համար։ Իսկ մի կուզենայի որ բոլորս աղոթեինք մեր կարիքների համար։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մեկ է քանի մատ հայտարարություններ են, մենք ծառայությունները կվերսկսենք նորից, ովքեր որ իմ բաժանորդներից էլ կան, որոնք որ կուզեն միանան մեր ծառայություններին, ես իմ միջայլոց կայցել եմ բոլոր այն մարդկանց, որոնք մեր եկեղեցու անդամներն են, հիմնականում բոլոր այդ մարդկանց կայցել եմ։
Ահա, պարզապես մասնակցեք մեր ծառայություններին, իմ հեռախոսահամարս գրեք +374 98 950071 տեսանյութի ներկևում համարս կգրեմ։ Եթե կան մարդիկ, որ կուզենան փոխանցումներ անեն, որ ստեղից մարդկանց տանի մեր մոտ, կան երեխեք, որ կուզեն որ կան, բայց ֆինանսական խնդիրներ կա, կրնակ փոխանցումներ անեք, որովհետև ստեղ կա գործ անելու, ստեղ շատ մեծ աշխատանք ունեմ ես, շատ մեծ աշխատանք ունեմ տանելու ու ես երեգել արդեն բավականին աշխատանք եմ տարել, հզոր գործեր կենետերս իմ միջիցս, որովհետև այս գալս շատ դժվար էր, շատ ծանր էր, չի ուզեի կայ անընդհատ ուժեղ հարձակումներ էր վրես, երեք նորից ինչ-որ ուզենայի շատ շուտ հետ դառնայի ու ուղղակի ուժեղ հարձակումներ աղոթեցինք նորից մեր եկեղեցով ու մոտս վերականգնվավ ամեն ինչ, Աստված ցույց տվեց, որ դեռ էշտալու ժամանակը չէ, լպդի մնա, ու հետաքրքիր լինի որ ես որ եկել եմ արդեն սա խառնված իրար իմ երեխեքիս կողքն են, մամայիս ընկերուհիներն դեղից եկան քսեն, Անաչան դու հանգիստ գնա, մենք կուկանք մեկը ճաշկե պեմիսը են կենեն կիսուրս է գնացել մնացել երեխեքիս մոդը մի վերանցս տունը կմնան, մի խոսքով Աստված այնպես պաշտպանություն է տրել իմ երեխեքիս շուրջը, ուղղակի իմ խոսքեմ կուզեմ սեմ, որ քսե Աստված գնա, հետ մի նայ, ուղղակի գնա ու կտեսնիս որ ամեն ինչ լավ կլինի։ Ժողովուրդ ջան, բոլորիդ շատ կսիրեմ, Աստված օրհնե բոլորիդ ու կաշխատիմ Տիրոջով ուղղակի հաջախակի տեսանյութեր տեղադրեմ, որովհետև ես կզգամ որ ցեզել եմ թողե, բայց ոչ, դի կտպես չէ, որովհետև միշտ կտեղադրեմ այն ժամանակ, երբ որ Տիրոջ Սուրբ Հոգին կառաջնորդե, հասկանալով որ իմ գլխավորս Աստված է, ոչ թե իմ խիղճս, իմ ցանկությունս, այլ Աստված, երբ որ Աստված կսե այդ ժամանակ է կտեղադրեմ։ Օրհնված եղեք Հիսուսի զորավոր անունով, մնացեք Աստծո խաղաղության մեջ, թող Աստծո կամքը կատարվի ամեն մեկիս կյանքում, ու Աստված միշտ գնա մեր առջևից, իսկ մենք իր հետևից, որբիսի Աստված իր առաջ եղող բոլոր թշնամիներին այրե։ Իսկ երբ որ դու Աստծո առաջ իսկ կեշտաս, չէ Արգինե ջան, նոր կսեիր, Աստված արդեն կայրե քեզի կդառնաս իր թշնամին։ Եթե չես ուզե Աստծո թշնամին ելնիս Աստծո բարեկամը, հասկացի որ Աստված դեռնի առաջից, իսկ դու հետևից։ Սկանը սիրելիներ, համբուրում եմ բոլորիդ, լավ մնացեք։